Ողջույն հարգելի հետևորդներ, կրկին Արեի խոհանոցում ենք եւ այսօր պատրաստելու ենք երկու գեղեցիկ տորտ աղջիկներից ծննդյան կապակցությամբ, մեկը ջրահաս, իսկ մյուսը երաշտական ուղղվածությամբ։ Նախքան տեսանյութը դիտելը, հարգելիներս, կխնդրեի, եթե դեռ չեք բաժանորդագրվել իմ ալիքին, ապա անպայման բաժանորդագրվեք, սեղմեք զանգակի կոճակը, որպեսզի բաց թողնեք նմանատիպ համեղ եւ գեղեցիկ բաղադրատոմսեր։ Նախ կպատրաստենք բիսկվիտի շերտերը, այնուհետև կձևավորենք։ Հարգելի հետևորդներ, բիսկվիտի համար վերցրել եմ 10 սու, առանձին 5 ձվով պատրաստելու ենք 2 շերտ։ Գնացինք։ 5 ձուն հարում ենք 1 բաժակ շաքարավազով, ավելացնելու ենք վանիլին, 1 բաժակ շաքարավազ, 250 գրամ միգ պտղունց, աղ եւ հարում ենք այնքան, մինչև լավ փրփրի։ Յոթ րոպե հարելուց հետո, ինչպես տեսնում եք, այստեղ արդեն շատ սպիտակ է, ավելացնում ենք 3 ճաշի գդալ արևածաղկի յուղ եւ 3 ճաշի գդալ եռացրած ջուր։ Այնուհետև հարելուց հետո կավելացնենք նաեւ 250 գրամ ալյուր եւ 1 թեյի գդալ սոդա։ Խելու ենք 180 աստիճանի ներքո 35-ից 40 րոպե։ Ահա եւ բիսկվիտի 1 շերտը պատրաստ է, տեսեք ինչպիսի գեղեցիկ, բարձր, հարթ բիսկվիտ է ստացվել, նույն ձև պատրաստելու ենք երկրորդ շերտը, ես արդեն պատրաստել եմ, հիմա արդեն անցնենք ձևավորմանը։ Տորտը ձևավորելու եմ վաֆլե թղթերով, այն պատվիրել եմ Cake Print web shop-ից, հարգելի հետևորդներ, հարցերի դեպքում գրեք անձնական կպատասխանեմ։ Վաֆլե թուղթը A4 չափի է, հարգելիներս, կբաժանենք 2 հավասար մասերի եւ այսպես կկտրենք, ջրով կկպցնենք արագ, մնացած բոլոր մասերը բաժանելու եմ 2 սանտիմետր բարակությամբ եւ կպցնելու եմ այս թղթի վրա, որպեսզի թղթով շատ հեշտ եւ արագ կարողանանք տեղադրել տորտի վրա։ Հետևեք եւ կտեսնեք, թե ինչպես եմ այն պատրաստում։
Այս գեղեցիկ ձևավորումը արդեն պատրաստ է, հարգելի հետևորդներ, հիմա արդեն անցնենք բիսկվիտին, բիսկվիտը բաժանելու եմ երկու հավասար մասերի, թրջելու եմ ռոմով, որպեսզի տորտը ավելի փափուկ ստացվի, կպատեմ կրեմով և կզարդարեմ։ Ցանկացած կրեմով կարող եք այն պատել, հարգելիներս, իմ դեպքում ես վերցրել եմ սերուցք, մասկապոնե տեսակի պանիր և խտացրած կաթը կարող եք նաև փոխարինել շաքարի փոշով։ Որպեսզի չկրկնվեմ և նորից պատրաստեմ կրեմը, հարգելի հետևորդներ, դուք կարող եք գտնել մյուս տեսանյութերում, մյուս տորտերի բաժնում, որտեղ մանրամասը ցույց եմ տալիս, թե ինչպես եմ պատրաստում այս կրեմը։ Եթե ուզում եք տորտը ավելի հարթ տեսք ունենա, ապա պատրաստեք նաև կանաչ, ինչպես իմ տարբերակում եմ ես նշում, ընդամենը 200 գրամ սպիտակ շոկոլադ ենք հալեցնում և 1 տուփ կարագ 82%-անոց այս քանը արագ քսելու ենք տորտի վրա և տեղափոխենք սառնարան, որպեսզի ստացվի հարթ և գեղեցիկ։ Տորտը գանշապատելուց հետո ուղարկում ենք սառնարան, որպեսզի մի փոքր սառի և ստացվում է այսպիսի հարթ և գեղեցիկ տորտ։ Կձևավորենք և մեր երկու տորտերն էլ պատրաստ կլինեն։ Արդեն պատրաստի ձևավորված վաֆլե թուղթը շատ հեշտությամբ այսպես տեղավորում ենք տորտի վրա և վերջ, հարգելիներս, արդեն գեղեցիկ զարդարանքը պատրաստ է։ Արդեն պատրաստի ձևավորված վաֆլե թուղթը շատ հեշտությամբ այսպես տեղավորում ենք տորտի վրա և վերջ, հարգելիներս, արդեն գեղեցիկ զարդարանքը պատրաստ է։
Ահա եւ վերջ հարգելի հետևորդներ, մեր երկու տորտերն էլ արդեն պատրաստ է։ Հուսամ ինչ որ ձևով օգտակար գտնվեցի ձեզ, ինչ որ հարցեր եթե ունեք կարող եք գրել, անձնական կպատասխանեմ, իսկ ինձ մնում է ձեզ հիշեցնել, որ գտնվում եք Նարիի խոհանոցում, եթե դեռ չեք բաժանորդագրվել, ապա անպայման բաժանորդագրվեք, որպեսզի բաց թողնեք նմանատիպ, գեղեցիկ եւ համեղ բաղադրատոմսեր։ Առողջ մնացեք, հաջողություն։